Գեղամ Մանուկյան համեցեք։ Պարոն Սիմոնյան, ձեր առաջարկած օրակարգով երրորդ կետով հանրային ծառայությունների կարգավորող մարմնի մասին օրենքում փոփոխություններ եւ էներգետիկայի օրենքում առաջարկում եք առաջին եւ երկրորդ ընթերցմամբ 3 ժամյա ռեժիմով եւ 3 հայտնի դարձավ նաեւ կառավարության եզրակացությունների օրենքների նախագծի հետ կապված բավականին ծավալուն վերապահումներով եւ ամփոփել եք, որ կառավարությունը գտնում է նախագծերի փաթեթը լրամշակման կարիք ունի։ Ոնց եք պատկերացնում առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ են լրամշակում լինելու, թե ուղղակի օրակարգից հանվելու է առանձին լրամշակվի նոր բերվի, որտեղ այստեղ սկսած օրենսդրական կարգավորումներից կառավարությունը մատնանշում է, ոչ միայն կառավարությունը, այսքանի օրը բուռն քննարկումներ են, մինչև պետական բյուջեի վրա ծախսերի խիստ անորոշությունը եւս ձեր կողմից մատնանշված է։ Շնորհակալություն հարցերի համար, պարոն Մանուկյան, առաջարկում եմ այդ եզրակացությունը, որը որ տրված է, եւ այն քննարկումները, որոնք նախատեսվում են իրականացնել այս օրենսդրական նախաձեռնության շրջանակներում, դա իրականացնել հանձնաժողովի նիստի ընթացքում եւ բոլոր հարցերը հնարավոր կլինի քննարկել։ Չեմ կարծում, որ այս պահին կարող ենք բացել քննարկում կոնկրետ կառավարության եզրակացության վերաբերյալ դրանում նշված դրույթների եւ դրա մասին հիմա քննարկում ծավալենք։ Շնորհակալություն։ Արձագանք։ Պարոն Սիմոնյան, որպես փոխնախարար, որպես կառավարման ոլորտի մարդ, քաղաքացի, չեք գտնում արդյոք, որ ռազմավարական մի ամբողջ ոլորտ, որը առնչվում է վերաբերում է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու, որը ապագայում կպնելու է յուրաքանչյուր քաղաքացու գրպանին, ընտանեկան բյուջեին, հարգանքով հանձնաժողովի պրոֆեսիոնալությանը ու աշխատանքին, բայց այդպես ոտքի վրա 3 ժամվա մեջ փոփոխություններով բերել մի օրենք, որը վերաբերելու է Հայաստանի Հանրապետության եւ ներդրումային մթնոլորտին, եւ ընդհանրապես կառավարման համակարգին եւ նման ռազմավարական ոլորտին, ինչպիսին էներգետիկան է, տարբեր դրսևորումներով։ Հիմա հարցը ինչու՞մն է, պարոն Մանուկյան, հարցի ձևակերպումը։ Չէ, չհասկացա։ Խնդիրը հետևյալի մեջ է, առաջարկվել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, այդ օրենսդրական փոփոխությունների փաթեթի նկատմամբ համապատասխան եզրակացություն է ներկայացվել, այդ եզրակացության ներկայացման ժամանակ հանձնաժողովի նիստի ընթացքում բոլոր հարցերին կանդրադառնան թե օրենքի հեղինակները եւ թե համապատասխան հարակից զեկուցողները, իսկ ինչ վերաբերվում է իմ անձնական կարծիքին, ցանկացած ռազմավարական ոլորտ ունի կարևոր նշանակություն եւ այդ ռազմավարական ոլորտում իրականացվող վերահսկողությունը շատ կարևոր է։ Եվ այս առումով կարծում եմ այն քայլերը, որոնք ձեռնարկվում են, բխում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերից։ Շնորհակալություն։